Բարի օրհնյալ առավոտ թանկագին Աստծո եկեղեցի Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց Օրհնյալ է Քրիստոսի հայտնությունը Երբ որ մեր փրկիչը ծնվեց հրեշտակները վկայեցին հովիվներին ասելով թե այսօր ձեզ փրկիչ ծնվեց Դավթի քաղաքում որ է Քրիստոս Տերը Եվ այս լինի ձեզ նշան, որ մի երեխա կգտնեք խանձարուրով պատված և մսուրի մեջ դրված և հանկարծակի այն հրեշտակի հետ եղավ երկնավոր զորքի մի բազմություն, որ Աստծուն օրհնում էին և ասում Փառք Աստծուն բարձունքում և երկրի վրա խաղաղություն և մարդկանց մեջ հաճություն, օրհնյալ լինի մեր փրկչի ծնունդը, որ նա եկավ Մարդկային մարմին հագավ, մեզ նման եղավ և մենք տեսանք նրա փառքը, ինչպես հորից ելնող միածնի փառքը, շնորհքով և ճշմարտությունով լիքը։ Ուրախ ես, որ այսօր այստեղ ես, Տիրոջ տանն ես, թող քո ուրախությունը արտահայտված լինի, սկզբից մինչև վերջ, տոնենք մեր փրկչի ծնունդը։ Ուրախությունով ասուն գովերք է, թող որ բոլոր շունչ ունեցողները օրհնեք է Եվ աշտության հզոր ալիքները, թող մինչև երկրի ծայրերը հասնեն, թող որ բոլոր շունչ ունեցողները օրհնեք է Թող դեպի երկինք բարձրանա, ձայնը երկի ուրախության և Աստծո սիրո գովության Ասում են գովում սար ու ծորերը, խիտանտարները գետ ու ծովերը, վարվողացները երկնքում, արարչի մասին են խոսում Եվ իր մեջ խավար չկա, նա է մեր հզոր սուրբ հայրը, ամենի սկիզբն ու արժանը Բոլոր օվյաններն ու կղզիները, ուրախությունով ասում գովերք են, թող որ բոլոր շունչ ունեցողները օրհնեք են Եվ աշտության հզոր ալիքները, թող մինչև երկրի ծայրերը հասնեն, թող որ բոլոր շունչ ունեցողները օրհնեք են Թող դեպի երկինք բարձրանա, ձայնը երկի ուրախության և Աստծո սիրո գովության Bye.
ես, որ ողջ երկիրը եւ ազգերը մեծարեն քո սուրբ անունը, արարիչ եւ երկնքի եւ երկրի։ Այստեղ ենք, որ գովենք քեզ, բարձրացնենք մեր ձայները ու մեծարենք քեզ։ Ողջ երկիրը եւ ազգերը մեծարում է անունը քո, ողջ երկիրը եւ ազգերը մեծարում է անունը քո, քոնն է փառքը, զորությունը եւ պատիվը հավիտյան, քոնն է փառքը, զորությունը եւ պատիվը հավիտյան, մեծարում է կանոնը քո, հզոր Աստված, մեծարում է կանոնը քո, Տերերի Տեր, մեծարում է կանոնը քո, հզոր Թագավոր, մեծարում է կանոնը քո, հավիտյան, մեծարում է կանոնը քո, հզոր Աստված, մեծարում է կանոնը քո, Տերերի Տեր, մեծարում է կանոնը քո, հզոր Թագավոր, մեծարում է կանոնը քո, հավիտյան։ Հզոր Աստված, մեծարում ենք անունը քո, Տերերի Տեր, մեծարում ենք անունը քո, հզոր Թագավոր, մեծարում ենք անունը քո, հավիտյան, մեծարում ենք անունը քո, հզոր Աստված, մեծարում ենք անունը քո, Տերերի Տեր, մեծարում ենք անունը քո, հզոր Թագավոր, մեծարում ենք անունը քո, հավիտյան։ Քեզ լինի փառքը, քեզ լինի պատիվը, քեզ լինի մեծարանքը, օրհնյալ լինի քո հայտնությունը մեր մեջը, պաշտում ենք քեզ։ Ոչ փառքը եւ զորությունը դու ես ակահավիտյան, երկինքն ու երկիրը եւ ողջ ազգերը մեծարում են քեզ ով Աստված, քոնն է ոչ փառքը եւ զորությունը դու ես ակահավիտյան, երկինքն ու երկիրը եւ ողջ ազգերը մեծարում են քեզ ով Աստված, մենք տեսնում ենք քեզ մեր արքա
միակն ես Եվ քեզանից բացի ուրիշ Աստված չկա Եվ ուրիշ անուն էլ չկա երկնքի տակ մարդկանց մեջ տրված Որով կարող լինի մենք փրկվենք Հիսուս դու ես մեր փրկիչը Դու ես մեր փրկության հեղինակը Շնորհակալ ենք
շնորհակալ ենք քո ներկայության համար, շնորհակալ ենք քո ծնունդի համար, Տեր։ Շնորհակալ եմ, որ դու այսօր հայտնվել ես մեզ, եւ քո լույսը այսօր մեզ սրտերի մեջ է։ Շնորհակալ ենք, Տեր, որ քո ներկայությունը այստեղ է, Տեր։ Մենք հավատում ենք քեզ, Տեր։ Մենք մեր կյանքը հանձնել ենք քեզ, Տեր։ Շնորհակալ ենք, որ այսօրը պարգևեցիր, Տեր, որ լինենք քո ներկայության մեջ, քո ժողովրդի հետ, Տեր։ Եվ թող օրհնյալ լինի քո անունը, Հավիտյանս, Հավիտենիս քո անունը բարձր է։ Շնորհակալ ենք, Փառքի Աստված, օրհնյալ լինես եւ փառավորված, Հավիտյանս, ամեն։ Ամեն։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց։ Ձեզ մեծ հավետիս։ Օրհնված լինեք, նստեք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մի քանի բառ եմ ուզում փոխանցեմ։ Մենք բոլորը շատ լավ հասկանում ենք, որ այսօր փառավոր տոնական օր է եւ փառաբանության ժամանակ մի զգացողություն կար, որ ինչ լավ կլինի, որ մենք այս նույն ժողովրդով, նույն կազմով եւ ավել են բոլոր մարդիկ, որոնք Աստծո բաժին են, մի օր այսպես միասին կանգնենք Աստծո առաջ եւ երկնքում այնտեղ նրան Հավիտյանս, Հավիտենիս փառաբանենք։ Շնորհակալ ենք Աստծուց, շնորհակալ ենք, որ նա ծնվեց, որ նա հայտնվեց։ Ես հավատում եմ, որ մարդկային պատմության մեջ, տիեզերքի մեջ մեծագույն իրադարձությունը Քրիստոսի ծնունդն է եղել։ Աստված մարդկության ամենասկզբից հենց դրա մասին խոսացել է, որ պետք է մի մարդ ուղարկեմ, պետք է փրկիչ ուղարկեմ։ Ինչ որ մեկին պետք է ուղարկեմ, որ մարդկության բեռը, մեղքը, ծանրությունը վերցնի իր վրա եւ մեզ ազատ դարձնի։ Նա խոստացել է, որ Աստվածային լույսը պետք է գա մեր կյանքերի մեջ։ Եվ դրա համար շնորհակալ ենք Աստծուց։ Երևի ամենահայտնի խոսքերից մեկը Սուրբ գրքի մեջ, որ խոսում է Քրիստոսի գալու մասին, Եսայի մարգարեության 9-րդ գլխի 6-րդ խոսքից է, ուզում եմ այդ հատվածը ձեզ համար կարդամ։ Եսայի մարգարեություն 9-րդ գլուխ 6-րդ խոսք։ Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց եւ իշխանությունը նրա ուսի վրա պետք է լինի։ Եվ նրա անունը պետք է կոչվի Սքանչելի, խորհրդակից, հզոր Աստված, հավիտենության հայր, խաղաղության իշխան, Դավիթի աթոռի վրա եւ նրա թագավորության վրա նրա իշխանությունը մեծանալու եւ խաղաղության սահման պետք է չլինի, որպեսզի հիմիկվանից մինչեւ հավիտյան իրավունքով, արդարությունով հաստատե եւ զորացնե նրան։ Զորքերով Տիրոջ նախանձը պետք է անե սա։ Ես հավատում եմ, որ սա Սուրբ գրքի մեծագույն մարգարեություններից մեկն է, որ խոսում է Քրիստոսի ծնունդի մասին։ Եվ ինչ ասում այս խոսքը մեզ, որ մեզ մի մանուկ տրվեց։ Աստված հավիտենության մեջ մեզ համար մի գանձ պատրաստեց։ Եվ այդ գանձը Հիսուս Քրիստոսն էր։ Երբ որ Հիսուսը ծնվեց, Քրիստոսը գիտեք, դրվեց, փաթաթվեց խանձարուրով, դրվեց գոմի մեջ եւ մի անարժեք, մի անարժան տեղ։ Գանձը, արարիչը, ամենակարող Աստվածը ծնվեց մի վայրում, որը շատ անպեկ վայր էր թագավորի համար։ Եվ հավատում ենք, որ Աստված այսօր նաև ծնվել է մեր սրտերի մեջ։ Եվ այդ Աստված, ամենակարող Աստվածը, տրվեց մեզ յուրաքանչյուրիս։ Քեզ տրվել է Քրիստոսը։ Այո, թեկուզ նա միանշան մանուկ էր այդ ժամանակ ծնված, բայց դրա մեջ բնակվում էր աստվածության ամբողջ լեցունությունը։ Աստվածային ամբողջ փառքը այդ մանուկի մեջ էր։ Թվում էր, թե Մարիամն էր նրան պահում, բայց իրականության մեջ այդ մանուկն էր պահում ամբողջ երկրագունդը եւ տիեզերքը։ Ամբողջ իշխանությունը նրա ձեռքերի մեջ էր։ Նա մեծագույն ազնվորությունն էր երբևիցե երկրի վրա եղած։ Նա հավիտենական Աստված էր եւ այս ինչ ասում։ Սքանչելի մեկն էր։ Ինչքան դրա մասին մտածում ենք, մեր մեջ մի զգացմունք առաջանում, որ մենք դեռևս նրան լավ չենք ճանաչում։ Ինչքան փառավոր եւ սքանչելի անձնավորություն է նա։ Եվ մի ամբողջ հավիտենություն է պետք, որ մենք նրա սքանչելիությունը ճանաչենք։ Եվ նրա սքանչելիությունը խոսում է նրա անսահման գեղեցկության մասին։ Ես հավատում եմ, որ երկրպագության մեջ եղել է պահեր, որ դուք
զգացել եք նրա սքանչելիությունը։ Գրված է, որ նա խորհրդական է, խորհրդակից։ Եվ սա խոսում է նրա անսահման իմաստության մասին։ Մյուսը ասում է նա հզոր Աստված է։ Սա խոսում է նրա անսահման զորության իշխանության մասին։ Հավիտենական հայր։ Հիսուսը այդ մանուկ անվանվեց հավիտենական հայր։ Սա խոսում է եւ նրա մասին, որ նա եւ հայրը մեկ են իր էությամբ։ Եվ նաև խոսում է նրա գոյության անսահմանության մասին։ Խաղաղության իշխան, հաջորդ անունը, որ նրան տրվեց։ Սա խոսում է նրա հավիտենական թագավորության եւ իշխանության մասին, որ անանցանելի է, որ երբեք չի վերջանալու։ Շնորհակալ ենք Աստծո դրա համար։ Եվ մի համարել կարդամ Եսայի մարգարեության նույն գլխի 2-րդ խոսքից։ Խավարի մեջ պտտվող ժողովուրդը մեծ լույս տեսավ։ Մահվան ստվերի երկրի մեջ բնակվողների համար լույս ծագեցավ։ Եվ այս նույն համարը կա գրված Նոր Տակարանի մեջ, երբ որ Քրիստոսը ծնվեց, այս համարը հիշատակվեց որպես մարգարեություն։ Խավարի մեջ նստող ժողովուրդը լույս տեսավ։ Երբ որ Աստծո խոսքը եկավ մեր երկիր, Հայաստան երկիր, ես հավատում եմ, որ մեր երկիրը խավարի հեթանոսության կռապաշտության մեջ էր։ Մեր երկիրը լույս տեսավ։ Երբ որ նրա խոսքը եկավ մեր կյանքի մեջ, քո կյանքի մեջ, ես հավատում եմ, որ մեր կյանքը խավարից լույսի դարձավ, որտեղ ինքը եկավ եւ բնակվեց։ Եվ դրա նման մի համար կա 2-րդ Կորինթացիս 4:6-ի մեջ ագրված, որտեղ Աստված, որ ասեց խավարիցը լույս ծագի, ինքը մեր սրտերի մեջ ծագեցավ։ Աստծո փառքի գիտության լույսը Հիսուս Քրիստոսով մեր մեջ ծագեցնելու։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ես վստահ ուզում եմ քեզ ասեմ, բոլոր այն մարդիկ, ովքեր Քրիստոսի լույսը ծնունդը չունեն իրենց կյանքի մեջ, իրանք բնակվում են խավարի մեջ։ Կապ չունի քեզ համար որքան սիրելի են այդ մարդիկ։ Աստծո խոսքը ասում է, որ իրանք խավարի մեջ են։ Իրանք չգիտեն ինչ բան է լույսը։ Բայց դու, որ այստեղ նստած ես, որ ճանաչում ես Քրիստոսին, որ Քրիստոսը ծնվել է քո կյանքի մեջ, Աստծո խոսքը ասում է, որ դու նրա զավակն ես։ Դու արդեն քայլում ես այդ լույսի մեջ։ Դու արդեն լույսո զավակ ես։ Եվ այդ ամեն խոստումները մեզ համար իրականություն դարձան նրա ծննդով։ Եվ թող օրհնյալ լինի իր ծնունդը մեր կյանքի մեջ։ Եվ ես հռչակում եմ, որ մեր երկրի մեջ շատ ժողովուրդ փրկվեն, որ մեր լույսը, աստվածային լույսը ծածկի մեր երկիրը։ Որ ամեն մարդ, այսօր մեր ամբողջ ազգը նշում է այսօրը, Քրիստոսի ծնունդը կարծես, բայց շատ մարդկանց կյանքերի մեջ այդպես էլ խավարը մնացել։ Իրանք սեղանի շուրջը նստած, ձուկ, չգիտեմ, տարբեր բաներ են, փլավ, միգուցե այսօր հիմա դրանով են զբաղված, բայց իրանք կյանքի մեջ խավար է, որովհետև Քրիստոս այնտեղ բնակված չի։ Աստված ուզում է, որ Քրիստոսը քո կյանքի մեջ բնակվի։ Միգուցե այստեղ նոր մարդ կա նստած։ Եթե Քրիստոսը քո սրտի մեջ չկա, սիրելի Աստծո մարդ, հավատա դու խավարի մեջ ես եւ դու դնակարիք ունես։ Այն օրը, երբ որ ես դարձա Քրիստոսին, իմ մտքի մեջ մի միտք անընդհատ պտտվում։ Ինչպես կարելի է առանց նրա ապրել։ Ինչպես կարելի է առանց նրա գնալ ապագայի մեջ։ Ինչպես կարելի է առանց նրա ուղղակի մտածել, որովհետև կգժվի մարդ։ Այս մեր իրականության մեջ առանց Քրիստոսի։ Ամեն բան նրանով է, եւ թող մեր կյանքի մեջ ամեն բան նաեւ լինի նրա համար։ Լինեք օրհնված, բերեք շարունակենք մեր տոնական պաշտամունքը։ Անուշ է անում Հիսուսի
ես։ Դու հավիտյան լույսերի մեջ ես Տեր, և մենք քո լույսով ենք քայլում Տեր։ Մեզ այսօր դու ես հավաքել Քրիստոս։ Մեր կյանքի հեղինակը դու ես։ Մենք խոնարհվում ենք քո առջև։ Մենք մեր գոհությունն ենք բերում քեզ։ Եվ ասում ենք, որ մենք պատկանում ենք քեզ։ Դու ես մեր Տերը, մեր Աստված, քեզանով կամ քեզանով ենք շնչում, և ինչ որ ունենք քեզանից է քո համար է Տեր։ Թող լինի քո փառքը, թող լինի քո կամքը, թող լինի այն ինչ որ դու ես ծրագրել, և մենք լինենք այդ ծրագրի մասնիկը Տեր։ Շնորհակալ եմ Տեր բոլոր ներկաների համար, հատկապես քո ներկայության համար։ Խնդրում ենք Տեր, դու խոսես ամեն սրտի հետ, դու գործես ամեն մեկիս մեջ, դու փառավորվես Տեր, և ամեն բան ծառայի քո փառքին, քո կամքին, ամեն, ամեն, աստորությունը ձեր վրա լինի բոլորին, համեցեք նստեք։ Արդեն մի հատ ասվեց, Քրիստոս ծնվեց և հայտնվեց, դուք էլ պատասխանեցիք։ Փառք Աստծուն, հետել եք տոնակատարության, չգիտեմ ով ինչպես է պատկերացնում տոնը, իմ համար բոլոր տոներից վեր Աստծո ներկայությունն է, կարծում ձեր համար էլ, որ Աստված հպվի իմ սրտին, Աստված հպվի քո սրտին, մենք ստեղից սրտի ուրախությունով գնանք, դե հավատնում որ Աստված հավատել ենք էլ կհպվի, եթե չհպվի, շարունակի փնտրել, նա քեզնից հեռու չի։ Ուրեմն դե բնականորեն այս օրը, այս հիշատակված օրը, դե Հայաստանում հունվարի 6-ին նա դրսի աշխարհում, Եվրոպայում դեկտեմբերի 25-ին, սա ինչ որ հին տոմար, նոր տոմար այդ բանով խառնվեց, ամեն դեպքում մի օր եղել է այդ բանը։ Քրիստոսի ծնունդը մի օր եղել է։ Եվ ինչով է Քրիստոսի ծնունդը հատկանշական, ինչով է բան արժեքավոր, որ Աստծո խոստումը իրականացնողը վերջապես եկավ աշխարհ։ Մի հատ ուզում մի տեսանկյունից ներկայացնեմ։ Մեզանից յուրաքանչյուրը, լավ ձեզանից ասեմ, յուրաքանչյուրը երկրի իր արժեքն ունի, իր հարազատների համար իր արժեքն ունի։ Բայց մի ժամանակ դու չկայիր, մեկ էլ մի օրից սկսած արդեն կաս։ Այսինքն, այն ժամանակ որ չկայիր, ոչ էլ քո արժեքն էր երևում, ոչ էլ դու ինչ որ մեկին հետաքրքիր էիր, բայց երբ որ կաս, արդեն քո արժեքն էլ է երևում, ինչ լավ է որ կաս։ Երևի օտարի համար այդքան չէ, բայց գոնե քո հարազատների համար ինչ լավ է որ դու կաս։ Քո հարազատը առանց քեզ չի պատկերացնում կյանքը։ Ամեն ասում եք սրան։ Դե որ ասում քո հարազատ, դու էլ քո հարազատների առանց իրան կյանքը չես պատկերացնում։ Եվ մի ժամանակ չկար, հիմա կա։ Եվ ձեզանից շատերը մեծամեծ գործեր են անում, որովհետև կան։ Հիմա Հիսուսն էլ ոչ թե չկար, այլ երկրի վրա չէր, բայց մի օր արդեն եկավ երկիր։ Եվ այն մեծ գործը, որ ամբողջ մարդկությանն էր վերաբերում, նա կատարեց։ Դրա համար նրա երկիր գալը մեր համար շատ կարևոր է, շատ նշանակալից, շատ արժեքավոր։ Բայց չէ ոչ թե բայց միշտ ասենք Հիսուսի ծննդյան օրը Հիսուսի փառքի մասին, Հիսուսի այդ մեծ գործի մասին այնքան է ասում, որ այնտեղ մանր բաներ կան, հաճախ աչքից վրիպում են։ Ես այսօր ուզում եմ այդ մանր, այդքան էլ մանր չէ իմ աչքին, բայց այդ բաներից մեկը հիշատակեմ, որ կարծում եմ արժի հիշատակել։ Ուրեմն երկու տեղ ուզում եմ կարդամ։ Մեկը Ղուկասու ավետարանի առաջի գլխի 76 համարը։ Ուրեմն սա այն տեղն է, որ
Հովանես Մկրտչի հայրը, երբ որ Հովանես Մկրտիչը ծնվել էր, նոր ծնված երեխա էր, հայրը մարգարեացավ, ասեց. «Եվ դու, ով մանուկ, բարձրալի մարգարեն պիտի կոչվես, որտև Տիրոջ երեսի առջևից պիտի գնաս նրա ճամփաները պատրաստելու»։ Եվ ուրիշ տեղեր էլ գրած է, որ Հովանես Մկրտիչը եկավ Քրիստոսի ճամփաները պատրաստելու։ Հիսուսի գալստյան համար ինչ որ մարդ էր պետք, որ ճամփաները պատրաստեր։ Սա երկրորդականն է, հիմա առաջնայինը կարդամ։ Հիսուսի համար ճանապարհ պատրաստող կար, բայց ով գին վճարեց, որ Հիսուսը գա աշխարհ։ Մեկն էլ գտնվեց, որ հասկանում եք գին վճարել ինչ է։ Որ ոչ թե ճանապարհ պատրաստեց, այլ միջոց դարձավ։ Միջոց, որ Հիսուսը եկավ աշխարհ։ Դրա համար կարդամ նույն Լուկաս ավետարանի առաջի գլխի 38 համարը։ Սա այնտեղն է, որ հրեշտակը եկավ, Մարիամին ասեց, որ քեզանից պիտի ծնվի։ Նա, որ պիտի խոստումները հիշատակեց, Մարիամը ասեց. «Ահա ես Տիրոջ աղախինն եմ, քո ասացի պես թող լինի ինձի»։ Այս խոսքից եմ ուզում բռնեմ եւ իմ պատգամը փոխանցեմ։ Մեկը գտնվեց, որ համաձայնվեց. «Ես Տիրոջ աղախինն եմ, քո ասացի պես թող լինի»։ Եվ իր ասածը ո՞րն է, քեզանից պիտի ծնվի։ Դու պիտի այդ ցավերը քաշես, դու պիտի այդ ջինը վճարես, դու պիտի լինես այն միջոցը, որ այդ Աստծո խոստացած, այդ աստվածային էությունը գա աշխարհ։ Եվ Մարիամը համաձայնվեց։ Ժողովուրդ, Մարիամի համար այդքան հեշտ չէր, գրված է, որ ինքը դեռ ամուսնացած չէր, նշանված էր, բայց դեռ ամուսնացած չէր։ Բոլորը հասկանում են, նշանված աղջիկ առանց ամուսնու երեխա ունենա, ինչ հետևանքներ, ինչ խոսակցություններ, բայց Մարիամը համաձայնվեց։ Եվ հաջորդ երկրորդ գլխում արդեն, երկրորդ չենցես առաջի գլխում։ Մարիամը ասում է, որ բոլոր ազգերը ինձի երանի պիտի տան։ Հիմա էլ ուրիշ տեղ չեմ ուզում կարդամ, նենց հիշատակեմ։ Առաջ Կորինթացիների, էլ չգրեչ էլ ընդեղ, պարզապես ասում եմ։ Առաջ Կորինթացիների 15-23-ում ասում է, ընդեղ հարության համար ասում, բայց ես հավատում բոլոր իրավիճակների համար։ Առաջի պտուղը Քրիստոս, հետո Քրիստոսինները։ Ինչպես Քրիստոսը, այնպես Քրիստոսինները։ Հովանու ավետարանի 17 գլխի 10-11 համարներում Հիսուսն ասում է, որ չէ 10-11 վերջը, ասում է, որ հորն խնդրում, ասում է, ցույց տուր իրանց, որ բոլորը իմանան, որ ինչպես ինձ սիրեցիր, այնպես էլ իրանց սիրեցիր։ Հիմա ես ուզում եմ ասեմ, ինչպես Քրիստոսի գալն էր ուրախություն երկրի համար։ Ես հավատում եմ, յուրաքանչյուր քրիստոնյայի գալն է ուրախություն երկնքի համար։ Այսինքն քո ծնվելը ես հատկապես քո չեմ ասում ձեր յուրաքանչյուրիս ծնունդը Աստծո համար ուրախություն է եղել։ Երկնքի համար ուրախություն է եղել։ Եվ յուրաքանչյուրիս ծնունդի համար ինչ որ մեկը համաձայնվել է այդ ցավը քաշի։ Ճիշտ եմ ասում ժողովուրդ։ Յուրաքանչյուրի ծնունդի համար ինչ որ մեկը գին է վճարել։ Եթե քո մայրը չհամաձայնվեր այդ գինը չվճարել, դու չկայիր։ Դու կաս, որովհետև քո մայրը համաձայնվեց այդ գինը վճարելու։ Հիսուսը եկավ, որովհետև մեկը գտնվեց, որ համաձայնվեց այդ գինը վճարի։ Նույն ձևով դու կաս, որովհետև մեկը համաձայնվեց, որ այդ գինը վճարի։ Ես մայր չեմ եղել։ Չգիտեմ, կողից եմ լսել։ Բայց ով որ մայրը ինքը լավ է հասկանում։ Այդ գին վճարելը ինչ է։ Դրա համար ես ուզում եմ իմ կնոջը գայանի, որպես մայր, որ ինքը արդեն այդ ճանապարհով անցել են 7 անգամ։ Գա մի քանի բառ ինքը ասի այդ ուղղությամբ։
Ողջույն ձեզ, սիրելի Աստծո ժողովուրդ, ուրախ եմ ձեր մեջ լինելու համար, հուզված եմ ճիշտ ասած մի քիչ, որտեվ իսկապես Տերը մեծ գին վճարեց մեր մեջ լինելու համար, սիրեց մեզանից ամեն մեկին և Աստծո համար մարմնի մեջ մտնելը ու բնակվելը մի ահավոր բան է, բայց այնքան սիրեց մեզանից ամեն մեկին, որ ինքը եկավ, մարմին հագավ, երկրի վրա բնակվեց ու գնալուց հետո էլ ասեց ես ձեզ մենակ չեմ թողնի, իմ Սուրբ Հոգուն կուղարկեմ, որ ձեր մեջ կլինի, ձեզ հետ կլինի։ Քանի որ այսօր խոսքը մայրերին էր ուղղել Արտավազը, որ գին վճարեցին, զավակներ ծնվեցին, ես որպես մոր ներկայացուցիչ, ասեմ, որ շատ դժվար է, հատկապես հին ժամանակներում, մեր ժամանակներում զավակներ ունենալը։ Եվ ամեն անգամ, երբ Աստծուց գալիս է, որ մենք պետք է երեխա ունենանք, սենց ասեմ, Սատանան փորձության ու հարձակումների է ենթարկում բոլոր մայրերին։ Ու շատ վատ մտքեր, ինչպես է սպահելու, ոնց է անելու եւ այլն։ Ու ամեն անգամ մայրերը, ովքեր որ զավակ են ծնում, հաղթում են Սատանային։ Ամեն մի զավակ ծնվելուց ասում ենք, որ Հիսուսը հաղթող է։ Այսինքն Աստված կամենում է, որ մարդիկ ծնվեն։ Սատանան ուզում է, որ մարդիկ չծնվեն։ Աստված գումարում եւ բազմապատկում է, Սատանան բաժանում եւ հանում է։ Հիմա Աստծո ծրագրի մի մասն ենք մենք եւ նոր ասեցի, ամեն անգամ փորձության ենք ենթարկվում, օրինակ ես անձամբ այդպես էի։ Ամեն հղիության ժամանակ շատ դժվարություններով, մտքից վրա հարձակում, սրտից վրա, ասում ես դեժավյուն նորից պիտի կրկնվի։ Հիմա եթե այս երիտասարդ մայրերը բողոքում են, ես զարմանում եմ ճիշտն ասած։ Պամպերս կոչվածը կա, 1000 ու մի կնոպկայի սիստեմը կա, որ մեքենան միացնում են, լվացքն արվում է, չորիչը միացնում են, չորանում է, բայց մեր ժամանակ շատ դժվարություններով էինք մենք անցնում երեխա պահելու համար։ Եվ մեծահասակ մայրերը դա լավ են հասկանում։ Ես անկեղծ շատ դժվարություններով անցնելուց հետո մտա աղոթքի Աստծո ներկայության մեջ, ու երբ Տերը բացեց ինձ այդ մեծ ծրագիրը, որ Աստված մեր միջոցով անում է, ես ուղղակի ապշած էի։ Ինձ թվում էր, թե ես մենակ աման լվացող, ճաշեփող, տուն մաքրող, կներեք տակաշոր փոխող եւ այլն, այդպիսի մեկն եմ լինելու իմ ամբողջ կյանքում։ Երբ որ Աստված բացեց, թե Աստծո մեծ ծրագրի ինչ մեծ հատված ենք մենք անում, ես ասեմ անկեղծ շատ անգամներ ներողություն եմ խնդրել իմ տրտունջների, իմ դժվարությունների համար։ Ու երբ հասկացա, որ Աստված ծրագիր ունի իմ համար եւ իմ միջոցով սերունդ է տալիս, որպեսզի իրան Աստծո սերունդ լինի, սա շեշտում եմ Աստծո սերունդ, որովհետև մարդիկ կան մի երեխա, երկու երեխա ունեն ու չեն կարողանում Աստծո ներկայության մեջ տանեն իրանց զավակներին։ Ես հասկացա, որ ես շատ մեծ անելիք ունեմ։ Եվ իմ ամբողջ նպատակը եղավ ոչ թե նրանց կերակրելը, ապրեցնելը, չգիտեմ ուսումի տալը, որ լավ լինեն, հետո ինձ պահեն, ինչպես աշխարհի մեծ մասի նպատակն է դա, ծնողները, որ երեխեքին հասցնեն տեղ, որ երբ որ իրանք ծերանան, երեխեքը իրանց պահեն։ Բայց ես հասկացա, որ ես Աստծո համար եմ սերունդ տալիս։ Եվ համարձակվում եմ, ասեմ, ուրախ եմ, ամեն օր շնորհակալությամբ եմ լցված, որ Աստծո համար սերունդ եմ տվել։ Իմ 7 զավակները ծառայում են Աստծուն։ Դրանից բացի նաև ավելացել է իմ ընտանիքը հարսներով, փեսաներով, որոնք էլ ծառայում են Աստծուն, եւ դա իմ մեծ ցնծություն ու ուրախություն է պատճառում։ Եվ այսօր ասեմ ավելի լավ է իմ վիճակը, որովհետեւ եթե մի երեխու, երկու երեխու խերը պիտի տեսնենք, հիմա 7 երեխու խերն եմ տեսնում, գումարած հարսներին ու փեսեքին։ Եվ շնորհակալություն եմ հայտնում դրա համար։ Հիմա մի երկու համար եմ ուզում կարդամ ձեր համար, կարճ կլինի խոսքս, կաշխատեմ չի երկարացնեմ։ Սաղմոս 127, 3-րդ համարից։ Ահա զավակները Տերոջ ժառանգությունն են, որովայնի պտուղը նրա պարգևն են։ Ինչպես են նեթերը զորավորի ձեռքին, այնպես են երիտասարդների տղաները, զավակները։ Երանի այն մարդում, որ իր կապարճը նրանցով կլեցնի, երբ դրան մեջ թշնամիների հետ խոսելի ունեն, պիտի չհամաչեն։ Սա մի համարը։
Մյուս համարը, որ ուզում եմ կարդամ, Հովանու 12:24-25 համարներն են։ Հովանու ավետարան 12 գլուխ 24-25 համարները գտնեմ։ Ահա, գտա։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատը հողի մեջ ընկնելով չմեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ արդյունք կբերի։ Սրա վրա եմ ուշադրություն դարձրել, որ հաճախ մայրերը մայրանալով ուզում են ապրեն իրանց անձնական կյանքը, ուզում են ապրել այնպես, ինչպես թե զավակներ չունեն, բայց երբ մենք որոշում ենք զավակներ ունենալ, մոռանում ենք մեր անձնական կյանքի մասին։ Եվ եթե մենք չմեռնենք, պտուղ չենք տա։ Մեռնել դա նշանակում է ոչ թե ֆիզիկապես մեռնել, այլ որոշում կայացնել, որ հիմա ապրում եմ ոչ թե նրա համար, որ իմ համար լավ լինի, այլ ապրում եմ, որ իմ զավակները Աստծո ծառաները դառնան։ Եվ առավոտ շուտ, գիշերը, ցերեկը անդադար խոսել Տիրոջ գործերի մասին եւ նրանց մեջ Աստծո երկյուղը դնել, Աստծո մասին, Աստծո վրա սիրահարվածնել զավակներին։ Սա շատ կարեւոր է, մայրեր, ես մայրերի հետ եմ խոսում, արտավազնել տղամարդկանց հետ կխոսի։ Մայրեր, շատ կարեւոր է ձեր զավակներին Աստծո մասին պատմելն ու խոսելը։ Ուշադրություն դարձրեք թագավորած գրքի մեջ, հատուկ եթե Աստվածաշնչում դրա մասին գրված է, ուրեմն սա շատ կարևոր է, այն թագավորները, որոնց մայրերը իսրայելացի էին, նրանք սովորացնում էին իրանց զավակներին աստվածավախություն։ Իսկ նրանք, որոնց մայրերը հեթանոս էին, նրանք տանում էին կռապաշտության։ Այսօր ուզում եմ մի հատ խորենք մեր բաց թողած տեղերը։ Մայրեր կան, որ զավակներ են ունեցել հանուն Աստծո, բայց իրանց զավակներին Աստծո մասին չեն, Աստծո մոտ չեն տարել։ Բայց ես չեմ ասում, որ ձեր համար ամեն բան վերջացած է։ Քանի մեր սիրտը մեր մեջ տրփում է, մենք կարող ենք աղոթել, մենք կարող ենք աղաղակել երկինք ու մեր զավակներին ետ վերցնել։ Ես հավատում եմ, մայրեր, եթե մենք կանգնենք աղոթքի ու Աստծո ներկայության մեջ, մեր զավակները կտրվեն Աստծուն։ Որտեվ Աստծո խոսքի մեջ գրված է, ամեն բան Աստված մեր աղոթքին ի պատասխան է անում։ Եվ հիմա ուզում եմ Արտավազը խոսեց Մարիամի մասին։ Մարիամի կյանքը ինչ էր, նոր այն սկզբի մասում ասեց, որ Մարիամը հրյա լինելով հանդերձ համաձայնվեց Աստծուն ասել այո, ասեց թող քո կամքը լինի ինձ հետ, հասկանալով, որ դա նշանակում էր մահ իր համար։ Նշանված աղջիկը, չամուսնացած աղջիկը հղիանար ու երեխա ունենար, սա ստույգ քարկոծում էր։ Բայց ինքը համաձայնվեց, Եստեր թագուհու նման, հիշում եք Եստեր թագուհին ինչ ասեց, թեկուզ մեռնեմ, թող մեռնեմ, թող մեռնեմ, բայց իմ ազգին փրկություն լինի։ Այսօր Աստվածաշնչի մեջ նաև գրված է, որ կինը պիտի փրկվի որդեծնությամբ, եթե կենա հավատքի ու սիրո մեջ։ Այսինքն մեր որդի ունենալով, հավատքի մեջ լինելով ու զավակներին հավատքի մեջ աճեցնելով, մենք Աստծո ծրագիրը կատարում ենք։ Չհաշված այն, որ նաև կարող ենք ծառայել, կարող ենք ուրիշ զավակներ էլ ունենալ Աստծուց։ Նաև ինքը նշանածը իրեն կասկածեց։ Սա էլ շատ դժվար բան էր։ Պատկերացնում եք, վստահելի իրար սիրում են ու հանկարծ նշանածը իրան կասկածում է, որ ուրիշից է երեխա ունեցել, քանի որ Աստվածավախ էր, ուզում էր ծածուկ դուրս աներ իրան։ Սա էլ իր համար շատ մեծ դժվարություն էր։ Հղիության ընթացքը ես չգիտեմ, չի խոսում Աստվածաշունչի այդ մասին, բայց վերջում ասում է, որ երբ որ ինքը մոտ 9 ամսական հղի էր, բավական երկար ճանապարհ գնաց էշի վրա նստած, եւ դա էլ հղի կնոջ համար շատ մեծ դժվարություն էր։ Հասան տեղ, որ արդեն ցավերը բռնեց, պիտի ինքը ծննդաբերել, մի տեղ չկար, որ ինքը ունենար իր երեխին։ Պատկերացնում եք, ինչ մեծ դժվարություն էր սա։ Եվ գտան մի հատ գոմ, որտեղ անասուններով լիքն էին, եւ պատկերացնում եք, ինչ գարշահոտ էր գալիս այդ գոմից, բայց ուրիշ ճար չունեին։ Աստծո զավակը պիտի այդ գոմի գարշահոտության մեջ ծնվեր։ Եվ երբ որ ունեցավ երեխուն, դրեցին 4 ծղոտների վրա, մսուրի վրա։ Այսօր երբ որ մենք երեխա ենք ունենում, ինչքան պատրաստություն ենք տեսնում, փափուկ անկողիններ, տոր լվացման ու չգիտեմ ինչերի պարագաներ, ինչքան բաներ ենք անում, բայց Աստծո որդին երկրի վրա անկյուն չունեցավ։ Եվ դրվեց 4 ծղոտների վրա։
Եվ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ սրանք հենց այնց գրված չեն, սրանք գրված են մեր համար, սիրելի մայրեր, որ մենք հասկանանք, որ այս երկրի բարեկեցությունից կախված չի մեր կյանքը։ Մենք կարող ենք, ես հիշում եմ մեր հարևաններից մեկը ինձ ասեց, ինչի վրա ես դու այդքան ուրախ։ Ասեցի, որ Աստծո զավակ եմ դրա համար։ Ասեց, հիմա դու ինչ ուզես ուտես, ինչ ուզես կհագնես։ Ասեցի, իմ կյանքը դրանով չի։ Ես կարողա մի կտոր չոր հաց ուտեմ, մի հատ փոքր հոլիկի մեջ ապրեմ, բայց շատ ուրախ լինեմ։ Գիտես ինչի, որտեղ ուրախության աղբյուրը իմ մեջ է։ Այս երկրի մարդկանց համար ուրախությունը ուրիշ բան է, բայց Աստծո զավակների համար լրիվ ուրիշ բան է։ Սիրելի մայրեր, շնորհակալ եմ Աստծուց, որ այս հնարավորությունը կա, քանի ապրում եք, քանի ձեր սիրտը ձեր մեջ տրփում է ձեր զավակներին ուղղորդեք դեպի Աստված, որովհետև Աստված իր համար սերունդ է ուզում պատրաստի։ Եվ չեմ ուզում շատ երկարացնել, հավատացեք, Աստված ձեզ անուն ճանաչում է։ Ամեն մեկիդ գիտի Աստված։ Բերանը չբացած ինքը գիտի քո իրական կարիքը։ Հաճախ մենք աղաղակում ենք ու խնդրում ենք Աստծուն այն բաների համար, որ այդքան էլ արժեքավոր բաներ չեն։ Բայց Աստված գիտի քո հիմնական կարիքը։ Ինչպես նավի մեջ աշակերտները Հիսուսի հետ էին ու երբ փոթորիկը տեսան ու սարսափեցին, նրանք մոռացել էին, որ Հիսուսը իրանց հետ է, նույն նավի մեջ է։ Հիշեք, որ Աստված ասեց, ձեզ որբ չեմ թողնի, իմ մխիթարից Սուրբ Հոգին կուղարկեմ, որ ձեր մեջ կլինի, ձեզ հետ կլինի հավիտյան։ Սրանից մեծ բան չկա, որ Աստված մեր մեջ բնակվում է։ Աստված մարմին հագավ ու մեր մեջ բնակվեց։ Եվ ուզում եմ այս հիմքի վրա իմանաս, որ Աստված քեզ անունով ճանաչում է եւ քո մեջ բնակվելով ինք ուզում է, որ դու դիմես ու առնես, աղաղակես իրան, գիտեք ամեն բան Աստված աղոթքինի պատասխան է անում։ Գիտեմ շատերիդ կյանքում հիմա փոթորիկ կա, շատերդ մեծ դժվարություն ունեք հենց ձեր զավակների կողմից։ Ուզում եմ կանգնենք ոտքի ու աղաղակենք մեր զավակների համար հիմա։ Խնդրենք, որ Աստված հպվի մեզ ուժ ու կարողություն տա մինչև վերջ պայքարելու։ Եղել են պահեր, որ ինձ ոմանք ասել են, որ հերիք հայելի բաց թող դադարի, ասել եմ մինչև եմ վերջի շունչս պիտի աղաղակեմ ու կանչեմ Տիրոջը, որովհետև իմ զավակների գլխից մի մազ անգամ ես չեմ զիջելու սատանային։ Ուզում եմ այս բառերը դու ասես, սիրելի մայր, հայրերին էլ իհարկե վերաբերվում։ Շնորհակալ ենք քեզանից, Հայր Աստված, այս արտոնության ու հնարավորության համար։ Շնորհակալ եմ, որ դու մեզ ընդունեցիր, ընտրեցիր, որդեգրեցիր, Տեր, երբ որ մենք արժանի չէինք դրան, Տեր։ Շնորհակալ եմ, որ դու մեր մեջ ես, սիրելի Սուրբ Հոգի։ Աղոթում եմ, որ Հիսուս Քրիստոսի անունով այստեղ լինող ամեն մեկի վրա գա քո հոգու զորությունը։ Գոտե որ Հիսուս սպառազինես, մինչև վերջ գնալու, մինչև վերջ քո երեսը փնտրելու, մինչև վերջ իրանց զավակների համար աղաղակելու, ինչու ոչ անհավատ ամուսինների համար։ Տեր աղաղակում ենք մենք քեզ, հենց հիմա Հիսուս Քրիստոսի անունով բարձրացեք ձեր ձեռքերի, մի եղեք հանդիսատես։ Բարձրացեք ու ասեք, հպվիր ինձ, Սուրբ Հոգի, հպվիր, ես քո կարիքն ունեմ։ Բացի միտքը, բացի աչքերը, թող կուրությունը գնա, թող թուլությունը գնա, ծուլությունը գնա, թող գա զորություն, թող գա հստակություն իմ կյանքի մեջ։ Ուզում եմ մինչև կյանքիս վերջը, մինչև արյանս վերջի կաթիլը քեզ պաշտեմ, քեզ երկրպագեմ, Հայր։ Աղաղակում ենք մեր զավակների համար։ Տեր քո զորությունը գա, քո կենթանի ներկայությունը գա։ Մեր զավակների ճանապարհները շիտկվեն դեպի քեզ, Տեր։ Խորտ ու բորտ տեղերը հաշտվեն հարթանան Հիսուս Քրիստոսի անունով։ Աղոթում եմ Սուրբ ներկայությանդ մեջ լցնես այս մարդկանց քեզանով, ուրախություն գա իրանց կյանքերի մեջ եւ նորից զավակներ ծնեն, չվախենան քեզ պաշտել, քեզ երկրպագել եւ սերունդ տալ քո համար, Հայր։ Շնորհակալ եմ քեզանից։ Այս ամենը աղաղակում ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ես նորից ուզում եմ գամ իմ այն սկսած մտքին, խնդրեմ էկրանի վրա գրեք Առաջի Կորինթացիների 7-րդ գլխի 14 համարը։ Որտեղ անհավատ ամուսինը սրբված է կնոջով եւ անհավատ կինը սրբված է ամուսնով, ապա թե որ ձեր որդիները պիղծ պիտի լինեին, բայց հիմա սուրբ են։ Սիրելի հավատացյալ, այս համարից հասկանում եմ, քեզանից ծնվածը սուրբ է։ Եթե դու անհավատ լինեիր, այս բառը չէի կարող ասել, բայց քեզանից ծնվածը սուրբ է։ Դու քանի որ արդեն Քրիստոսին ես, քեզանից ծնվածը սուրբ է։ Իսկ ինչ է նշանակում քեզանից ծնվածը սուրբ է։ Հիսուսն ասեց,
Ինչպես ինձ ես սիրում, այնպես էլ նրանց ես սիրում։ Ինչպես ես եմ քո առջև, այնպես էլ նրանք են։ Ինչպես Քրիստոս, այնպես էլ Քրիստոսինները։ Քո երեխան երկրի վրա Քրիստոսի ներկայացուցիչն է լինելու։ Սուրբ է դա, որ Քրիստոսի ներկայացուցիչն է։ Ինչպես դու ես Քրիստոսի ներկայացուցիչ, այնպես էլ քո երեխան է Քրիստոսի ներկայացուցիչը։ Ուրեմն որ դու համաձայնվում ես երեխա ունենալու, դու կարծես նոր Քրիստոս ես բերում աշխարհ։ Պարզա ոչ թե այն Քրիստոսը, այլ նրա ներկայացուցիչներից մեկը, նրա նման, նրա պատկեր ունեցողներից մեկը։ Եվ ովքեր որ չեն համաձայնում երեխա ունենալու, նրանց մասին լավ բան չունեմ ասելու։ Բայց ովքեր համաձայնում են, նրանց մասին շատ լավ բաներ ունեմ ասելու։ Նրանք Աստծուն մեծ ծառայություն մատուցում, ինչպես Գայանն ասաց։ Չնայած ես չեմ ուզում ասեմ են դժվարությունների մասին, որ մեզանից առաջվա դարերում կամ մեր ժամանակ կա, հիմա չկա։ Միշտ էլ ցանկացած մարդ իր կարողության չափ պետք է ծառայի։ Լվացքի մեքենա կա թե չկա, դու քո կարողության չափ պետք է ծառայես։ Այո, պետք է ծառայենք։ Հիմա ես մի առաջարկ ունեմ։ Քանի որ հիշեցինք կնոջ այն ապրումները, այն գինը, որ վճարում է կինը, ով որ մինչև մի տարեկան երեխա ունի, նրանց մեջ այդ ապրումները դեռ թարմ են։ Եվ կառաջարկեմ այն քույրիկները, ովքեր ունեն մինչև մի տարեկան երեխա, այսինքն մի տարեկանից ցածր, կարող է դի առաջինը լինի կամ երկրորդ, երրորդը, չորրորդը, չգիտե որերորդն է, բայց մի տարեկանից ցածր երեխա ունի, առաջարկում գան բեմի վրա իրաց համար աղոթենք։ Ես ուզում եմ քիչ առաջ որ ասի նորից հրճակեմ։ Այս երեխեքը սուրբ են։ Այս քիչ առաջ կարդացածի։ Աստված ասում է, այս երեխեքը սուրբ են։ Մի հատ լավ ասեք ամեն։ Պետք է համաձայնենք։ Հիմա մենք սուրբերի համար աղոթում ենք, օրհնում ենք սուրբերին, որ այս սուրբերը իսկապես այն ծրագրի մեջ լինեն, որ Աստված իրանց համար որոշել է։ Եկեք ոտքի կանգնեք, հույներ, մի հատ օրհնեք իրանց։ Փառք քեզ երկնային Հայր, շնորհակալ ենք քեզանից Տեր։ Այո, քո առջև ենք բերում այս մանուկներին Տեր։ Օրհնես իմ Աստված։ Օրհնես Տեր այս մանուկներին, իրանց կյանքը Տեր, իրանց ընթացքը Տեր, իրանց ընտանիքները Տեր։ Թող քո բարի աչքը միշտ իրանց վրա լինի Տեր իմ Աստված։ Այո, թող մեծանան եւ դառնան քո օծյալները, դառնան քո ծառայողները Տեր, դառնան քո անվան, քո փառքի վկաները Տեր։ Եվ այս մանուկների միջոցով դու փառավորվես Տեր, եւ այս մանուկների վրա կատարվի քո կամքը Տեր, նաեւ օրհնես բոլոր երեխաներին, մեր Տեր, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Իրանց նվերներ ենք պատրաստել։ Իջնեք, բանի, իջեք աստուծանների մոտ վերցրեք։ Եվ տանից դուրս եմ լինում, և տուն գալս է ուշանում, գիտեմ, որ ինձ է սպասում իհարկե մայրս, դուրը կիսաբաց պահած, ինձ է սպասում չքնած, նայում է ճամփիս աչքը բաց իհարկե մայրս, դուրը կիսաբաց պահած, ինձ է սպասում չքնած, նայում է ճամփիս աչքը բաց, իհարկե մայրս, մանկուց նրա երգն եմ լսել, լացել է և ուրախացել, տխրությունս էլ է կիսել, իհարկե մայրս, նա է ինձ մեծացրել, կյանքներ ճանաչեցրել, ճիշտ խորհուրդներ տվել, իհարկե մայրս, նա է ինձ մեծացրել,
դե մենք փոքր երեխա ունեցողներին օրհնեցինք։ Բայց ես որոշ մայրերից լսել եմ, որ առաջի երեխուց հետո որ մայրը համաձայնում է երկրորդ ունենալ, դա հերոսություն արդեն։ Այն ցավերը կրելուց հետո, որ համաձայնում է դարձյալ կրի, դա մեծ բան է։ Իսկ երրորդը առավել։ Դրա համար ես առաջարկում եմ, բայց քանի որ 1, 2, 3 երեխա ունեցողները շատ են, բոլորը բեմի վրա չեն տեղավորվի։ Տեղում կանգնեն այն մայրերը, ովքեր ոչ թե միայն հիմա, այլ թեկուզ նախկինում ունեցել են։ Այսինքն կարող է քո զավակները մեծացել են, արդեն իրանք էլ զավակներ ունեն, դու էլ մեծ ես, բայց եթե դու 1, 2 կամ 3 երեխա ունեցել ես, ծնել ես, պահել ես, մեծացրել ես, ուզում ենք քեզ օրհնենք։ Ոտքի կանգնեն բոլոր 1, 2, 3 երեխա ունեցող մայրերը։ Հովսեփյան ջան, արի դու օրհնի, այդ օրհնության աղոթքը դու առաջնորդի։ Օ, բանակը, բանակ, շնորհակալ եմ Աստծուն։ Եվ ուզում եմ այս երկի բառերից մի քանիսը հիշեմ։ Եթե դուք ծնել մեծացրել եք, ձեր զավակները այն նման երգեր պարտավոր են երգելու ձեր համար։ Նման բառեր պարտավոր են ասելու ձեր համար, որ դուք ինչ եք արել իրանց համար։ Եվ խնդրում եմ հիմա մյուսները, որ նստած են, ովքեր ինձ մոտիկ են, նրանց ձեռք կպցնեն, ովքեր հեռու են, սենց ձեռք մեկնեն, մենք նստած այս կանգնածներին օրհնենք, Կարենի առաջնորդությամբ։ Դու տեսնում ես այստեղ կանգնած ամեն մեկին նրանց անցած ճանապարհը Տեր։ Մենք խնդրում ենք քո աստվածային օրհնությունը նրանց կյանքի մեջ Տեր։ Բոլոր մայրերի կյանքի մեջ թող քո օրհնությունը գա Տեր։ Քո ձեռքը հասնի Տեր եւ նրանց միջոցով էլ օրհնես նրանց տուն ու տեղը Տեր։ Նրանց ամեն ընթացքը օրհնես Տեր։ Դու տեսել ես նրանց անցած ճանապարհը, նրանց արցունքները, նրանց ապրումները Տեր։ Դու կարող ես նրանց սիրտը մխիթարել, նրանց կյանքը լցնել քեզանով Տեր, որ նրանք քեզանով մխիթարվեն Աստվածիմ։ Դու ես մխիթարության աղբյուրը, դու ես ուրախության աղբյուրը։ Օրհնիր նրանց կյանքը Տեր, նրանց հետագան էլ օրհնիր իմ Աստված, թող նրանք օրհնված լինեն իրենց զավակներով, իրենց տուն ու տեղով, իրենց նստել ու վեր կենալով, իրենց ձեռքի գործերով ամեն ընթացքով Տեր։ Օրհնիր ու լցրա նրանց կյանքը քեզանով Հայր, եւ թող նրանք իրանց սրտում ունենան քեզ ամեն ժամանակ Հիսուսի անունով ամեն։ Համեցեք նստեք։ Ես աղոթներին հավատում եմ։ Այս օրհնության աղոթներին ես հավատում եմ։ Ուզում եմ շարունակենք մի քիչ։ Սուրբ գրքի մի պատմություն եմ ուզում մեջտեղ բերել։ Աբրահամ, Իսահակ, Հակոբ։ Հակոբը դա գիտեք շատ զավակներ ունեցավ մի քանի կանանցից, բայց հատկանշականը Լիան, իր կին Լիան, որը 6 տղա մի աղջիկ ունեցավ։ Հիմա Լիայից մի բան եմ ուզում մեջտեղ բերել։ Լիան իր 4-րդ երեխու անունը դրեց Գոհություն։ 4-րդ երեխու։ Ես առաջարկեցի ոտքի կանգնեն մինչև 3 երեխա ունեցողները։ Այդ մինչև 3 երեխա ունեցողների համար 4-րդը չգիտեմ ինչ է։ Բայց ես իմ ականջով լսել եմ, տեսել եմ, որևէ մեկ եթե 4-րդ երեխա վղիացել է, ոչ թե անուն դրել է Գոհություն, այլ սկսել է հենց հղի ժամանակ Գոհություն։ Կներեք, որ շեշտեցի դժը, որտև տենց հանչում։ Բայց երանին նրան, ով որ գոհությամբ է ունեցել 4-րդ երեխուն, ում 4-րդ երեխան օրհնված է ծնվել։
Այն երեխան ովքեր թեկուզ մոր որովայնում, բայց դժգոհություն են լսել, այդ երեխեք մեծ դժվարություններ ունենում։ Բայց ովքեր գոհությամբ են եկել աշխարհ, Աստծո օրհնությունը նրանց վրա կլինի։ Եվ այո, Լիայի 4-րդ երեխան, որի անունն էր գոհություն, դա նա էր, որից ծնվեց Դավիթը, որ այդ ազգից ծնվեց Քրիստոսը։ Գոհությունից է ծնվում Աստծո սուրբը, ժողովուրդ։ Այն երեխան, որի համար դու գոհանում ես Աստծուց, նա օրհնյալ ալնելու եւ նրանից օրհնյալ սերունդ ալնելու։ Դրա համար ես առաջարկում եմ, ովքեր 4 երեխա են ծնել բերել, նրանք գան բեմ։ 4 երեխա։ Փառք Աստծուն սափերի համար։ Եվ մենք պատիվ ենք տալի, մենք գոհանում ենք։ Ես գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առջև, ովքեր համաձայնում են այդ ցավերը քաշել, բայց սուրբ զավակ ունենան, բայց Աստծո սերունդ ունենան, բայց Աստծուն ուրախացնեն։ Եվ ձեր սերունդներն են, որ մեր ապագան են։ Դրա համար ես սրտանց օրհնում եմ ձեզ։ Առաջարկում դուք էլ ոտքի կանգնեք, ամբողջ էությամբ սրտով օրհնեք Սամվել ջան, դու առաջնորդ։ Տեր ջան, շնորհակալ ենք քեզանից ամեն բանի համար Տեր։ Շնորհակալ ենք նաև անձանց համար Տեր, մայրերի համար Տեր, որ քո օրհնությունը ընդունելով Տեր իրանց մեջ Տեր եւ ունեցան ժառանգություն Տեր քեզ համար Տեր։ Տեր, խնդրում ենք Տեր, որ օրհնես այն ժառանգները, որ դու տվել ես Տեր, որտեղ դա քո օրհնությունն է Տեր իմ Աստված։ Թող իրապես Տեր, իրանց տունը, իրանց ամբողջ ընթացքը քեզ ծառայի, քո ծրագրի մասնիկը դառնա ինչպես որ դու ծրագրել ես Տեր ջան, ամեն մեկի համար Տեր, քո օրհնությունը եւ խաղաղությունը, սերը թող թակավորի ամեն մեկի սրտի մեջ Տեր իմ Աստված, որ իրապես քո համար, քեզ համար իրապես ծառաներ լինեն Տեր։ Շնորհակալ ենք քեզ, փառավորվես այժմ եւ հավիտյանս հավիտենից, ամեն։ Ես կողմից խշնեմ։
Միշտ ինձ հետ ես ինձ սրտում ես Երբ քո սիրով դու ինձ կերել ես Էլ չեմ կարող ես առանց քեզ Հիսուս Միություն ես ինձ համար կարիք չունեմ ես Միություն է երբ ներկա ես Լցվի քեզ հետ եղած ամեն վարկյանը Հիսուս, դու իմ ամենն ես Հիսուս, միություն ես ինձ համար կարիք չունեմ ես Միություն է երբ ներկա ես Հիսուս, լցվի քեզ հետ եղած ամեն վարկյանը Հիսուս, դու իմ ամենն ես Չեմ կարող ես առանց քեզ Հիսուս Դու իմ ամենն Ես լավ եմ զգում, որ օրհնում եմ։ Լավ եմ զգում, որ գնահատում եմ։ Գիտեմ ինչքանով եմ կարողանում գնահատել, հաստատ այն չափով չի չափով որ Աստված է գնահատում։ Հաստատ Աստված ավելի ճիշտ է գնահատում, ավելի լավ է գնահատում։ Բայց մենք էլ մեր կարողության չափով այսօր սա դրվել է իմ մեջ, ես չեմ փորփրել գտել։ Ես աղոթել եմ եւ Աստված դրել է իմ մեջ, որ այսօր գնահատենք այն մայրերին, ովքեր միջոց եղան, որ Աստծո զավակներ գան աշխարհ։ Ինչպես Մարիամ միջոց եղավ, որ Աստծո ամենայն գերագույն զավակը գա աշխարհ, այնպես էլ այն մայրերը, ովքեր միջոց եղան, որ Աստծո այն նրան նման զավակները գան աշխարհ։ Փառք Աստծուն այդ միջոցների համար։ Եվ հիմա ուզում եմ խոսքս շարունակեմ հետևյալը ներկայացնելով։ Գիտենք, որ դե Հիսուսը Աստծո որդի էր, բայց մարդկանց որդիների մեջ, մարդկանց մեջ կարելի ասել այն կենտրոնական եւ կարևոր անձերից մեկը Դավիթ թագավորն էր։ Դավիթը, որի համար Աստված ասեց. «Իմ սրտի համեմատ սիրտ ունեցող մարդ»։ Որ ասում ենք թագավոր, թագավորի այն էտալոնը, թագավորի ամենայն լավ էտալոն ոնց ասում։ Միավորը չափման, հա, չափանիշը Դավիթն է։ Երկրպագողների չափանիշը Դավիթն է։ Հաղթողների չափանիշը Դավիթն է։ Բայց նաև իրանից մեծերին հարգողների չափանիշը Դավիթն է։ Լավ խիղճ ունեցողի չափանիշը, վերջը Դավիթը դե հիմա առաջի թագավորը 16 գլխի 10-11 համարներում գրված է, որ առաջի անգամ հանդիպում ենք Դավիթին։ Հեսեն Սամուելի առջևից իր 7 որդիներին անցկացրեց։ 7 որդիներ, այսինքն Դավիթից առաջ 7 որդիներ կային։ Հետո իմանում ենք, որ երկու հատ էլ աղջիկ էր եղել։ Անուններն էլ կա. Շարույա եւ Աբիգիա։ Բայց դա աղջիկներին չանցկացրեց, 7 որդիներին եւ Աստված չընտրեց հաջորդ համարը։ Եվ Սամուելը Հեսեին ասեց. «Տղաքները դա չափ են»։ Նա ասեց. «Չէ, տակավին ամենից պստիկը մնաց, դե բոլորս դիտեք, արդեն Դավիթի մասն է խոսքը»։ Լավ, մաքրեք էսի։ Եվ ես գումարում հանում գոնե մի գիտեմ։ Հաշվում եմ, երկու աղջիկ 7 տղա, դա եղավ 9։ Եվ Դավիթը այդ քանակի մեջ չէր։ Դավիթն էլ ամենափոքրն է։ Նշանակում է Դավիթը 10-րդ երեխան էր։ Դուք էլ հաշվեցիք, Դավիթը 10-րդ երեխան էր։ Եվ եթե Դավիթի մայրը արդեն ասեր հոգնել եմ, 10-րդ երեխան չեմ ուզում բերել։ Մարդկություն ինչքան կտուժ էր։ Դավիթը չէր լինի։ Բայց իր մայրը համաձայնվեց, որ այդ 10-րդ երեխան էլ
գա աշխարհ եւ այս 10-րդ երեխան եղավ աշխարհի մարդկանց մեջ կարելի ասել ամենաօծյալը։ Հիմա մենք պատիվ տվեցինք նոր երեխա ունեցողներին, պատիվ տվեցինք 1, 2, 3 երեխա ունեցողներին, պատիվ տվեցինք 4 երեխա ունեցողներին, բայց ժողովուրդ շարունակություն էլ կա։ Եվ մի հատ բանի ուշադրություն դարձնենք, որ ես չկանչեցի վերև, բայց ոտքի կանգնեցին 1, 2, 3 երեխա ունեցողները, մեր Կարենն ասեց դահլիճի 70%-ը։ Ինչքան շատ էին։ 4 երեխա ունեցողները, նրանց կեսի չափ էին։ Հիմա որ ասեմ 5 երեխա ունեցողները արդեն ավելի քիչ են։ 6 վերջ գնալով կչան նման։ Սա ինչ է նշանակում։ Ես ներողություն խնդրելով մի հատ իլյուստրացիային ասեմ դրան չեմ անում ինչ։ Խնդրում եմ իմ այս 4 երեխան գան բեմ։ Իմ 4 երեխան են ստեղ էլի։ Վայ Անուշ։ Դավիթի նման մոռացել էի։ Ես ոչ թե ուզում եմ ինչ-որ պարծենամ, այլ ես ուզում բան ցույց տամ։ Արամը իմ 3-րդ երեխան է։ Բայց բոլոր ճանաչում եք Արամին։ Կարծում եմ Աստծո թագավորության մեջ մի հատ պիտանի անձերից մեկն է։ Այսքան ծափարի։ Եթե ճիշտ է։ Շուշանը իմ 4-րդ երեխան է։ Իմ որած իմու Գայանի, ներողություն Գայանի։ Գիտեմ ինչքանով եք ճանաչում Շուշանին, ստեղած ժամանակ ինչքան ծառայություն արել եւ հիմա էլ այն եկեղեցուն որտեղ մասնակցում է հնդիկներին եւ այլ ազգիներին ինչքան ծառայություն անում։ Լիանի իմ 5-րդ երեխան է, որ շատերի համար 5-րդը էտի արդեն մտքից դուրս է։ Պիտանիա թե չէ։ Մեզ որ շատ պիտանի։ Անուշը 6-րդն է։ Ոմանց համար 6-րդ երեխան անեց կհամարվի, բայց Անուշը օրհնություն է եղել մեր համար։ Դավիթն էլ 7-րդն է։ Եվ ծնվել է այն մութուլուս տարիներին 92 թվականին, սոված ժամանակ։ Բայց Դավիթ այսօր ընտրել է մի ճանապարհ, որ Հիսուսի հանձնարարությունը կատարողներ են, ասած գնացեք բոլոր ազգերին ավետարանի քարոզեք։ Դեք ինչի համար ներկայացրի։ Այսօր իրանք իմ պարծանքն են։ Այսօր իրանք իմ հենակետն են։ Այսօր իրանք իմ ուրախությունն են, իրանք իմ պահողն են։ Եվ այսպես կարելի է շարունակել։ Ինչ։ Գան նախանձեց, ասում բայն երկուսը։ Ժողովուրդ, այն երկուսի նման բոլորդ ունեք։ Այս նրանց նման չունեք։ Հասկանում եք։ Հասկացաք արդեն, առաջ երկուսը շատերը տունեք։ Բայց շատերին թվում է անհնարին է 5-ը, 6-ը, 7-ը ունենալ։ Ես ում ասեմ, ժողովուրդ ձեր 5-ը, 6-ը, 7-ն էլ իրանցից պակաս չէին լինի։ Երիտասարդ զույգերին ասում, իրանցից պակաս չեն լինի։ Մեծերին ասում, իրանցից պակաս չէին լինի։ Դուք էլ պարծանք կունենայիք նրանցով։ Նրանց էլ Աստծո թագավորության մեջ ինչ-որ մի արժեքավոր մարդիկ կլինեին։ Ինչպես հիմա ձեր առաջին երկուսը իրանց հետ զուգահեռ ծառայում են ստեղ։ Այո, իմ առաջ երկուսն էլ են ծառայում։ Բայց ես հատկանշական եմ համարում, որ 3-ից, 4-ից հետո ձեր մեջ եւ այլն։ Բայց օրհնություն է ժողովուրդ։ Իմ այս 3-րդ, 4-րդ, 5, 6, 7 օրհնություն են։ Եվ ես ներկայացնում եմ, որ ձերը պակաս չեր լինելու, հաստատ ձերն էլ օրհնություն լինելու։ Եվ ուզում եմ մի հատ խիստ խոսք ասել։ Դուք որ չեք ունեցել, դուք Աստծո թագավորությանը վնաս եք տվել։ Ձեն չանեցիք։ Ինչ ձեն հանեք։ Սրան որ ծափն է սազում, ոչ էլ ամենն է սազում։ Սրան ամոթով գլուխը անելն է սազում։ Ով որ
չի ունեցել, կամ ով որ հիմա չի ուզում ունենա, նա Աստծո թագավորությանը վնաս է տալի։ Եթե հիմա շատերին այսպիսի թիմ ունենայի, ավելի զորավոր կլներ մեր եկեղեցին։ Աստծո գործ ավելի լավ առաջ կգնար։ Փառք Աստծուն, իմ Աստծո գործը ինչքան որ առաջ է գնում։ Փառք Աստծուն բոլոր ծառայողների համար։ Բայց դուք պակասեցրել եք այդ ծառայողներին, որ կարող էիք ունենալ, բայց չունեցաք։ Ինչ պատճառով չունեցաք։ Հաստատ այդ պատճառը շատ էժան է նրանց լինելուց։ Նրանք որ լինեին ավելի թանկ էր, քան թե ձեր պատճառը։ Ամենասովքա սրա։ Դե հիմա ովքեր որ ժամանակը անցել էլ չեք կարող ժամանակը հետ բերել։ Բայց ովքեր որ դեռ կարող են, ընդհանուր դաս առնեք։ Ժողովուրդ պահելու համար հավատացեք Աստվածը պահողը։ Դրա համար մտածված ասացի որ ծնվելա այդ մութուլուս տարիներին, բայց ամենաջանուրն է։ Պահողը Աստված է։ Հաջողություն տվողը Աստված է։ Իհարկե, դու գին ես վճարելու։ Ցանկացած թանկ բանի համար գին ես վճարելու։ Եվ երեխուց թանկ չկա։ Թանկ երեխու համար գին ես վճարելու։ Բայց քո կարողության չափով ես վճարելու։ Դու մի կարծի քո կարողությունից դեն ես գնալու, չէ, քո կարողության չափով գին ես վճարելու։ Բայց հետո դու բարձրանալու ես նրանցով։ Հետո դու ուրախանալու ես նրանցով։ Հետո նրանք են չես պահելու, հետո երկինքն էլ ուրախանալու եւ Աստծո մոտ մեծ արժեք ես ունենալ։ Դրա համար ես ուզում եմ լավ նստեք։ Ես ուզում պատիվ տանք նաեւ 4-ից ավել, այսինքն որ են 5 երեխա ունեցողին դարձինք, հիմա արդեն կանչում են։ 5, 6, 7 եւ ավելի երեխա ունեցող մայրերը խնդրում գան բերեն։ Մի դադարեցրեք ծափը, շարունակեք։ Արգի, իրանց համար արգի։ Արդեն հասկանում եք, եթե ինչ-որ չափով չափենք, ինչ-որ չափանիշով, Աստված օրհնի 3 երեխա ունեցողին, բայց եթե 3 երեխա ունեցողին և 6 երեխա ունեցողին կանգնեցրենք իրար կողմ, եկեք ընդունենք, Աստված 6 երեխա ունեցողին ավելի արժեք կտա, քան թե 3-ին։ Հասկանում ես իմաստով։ Լավ ու վատ մարդ ասելով նկատի չունեմ։ Իմիջիալոց Ես վերջերս դեռ մի ամիս չկա։ Ես մի թաղման եմ մասնակցել, ինքը վատ մարդ չէր, լավ մարդ էր, իմ էլ բարեկամ էր, 2 երեխա ուներ, կարծես անտեր մեռել ուներ, իսկ եթե 6 երեխա ունենար, գոնե ամեն երեխան իր կողակցի հետ և ամենքին էլ մի ինգեր որ ունենար, գոնե մի 20 հոգի կլնեին թաղմանը, բայց 20 հոգի չկային թաղման, 10 էլ չկային, գոնե ձեր թաղման մասին մտածեք, որ ձեզ թաղող ըլնի, որ ձեր դագաղը կողքը լացող ըլնի, կներեք որ սենց ասեցի, պարզապես ձեզ թարմ էր իշխողությանս մեջ, ուզում եմ հայտարարեմ, բազմազավակությունը օրհնությունը, շատ երեխեն օրհնությունը, թե ազգի համար, թե եկեղեցու համար, թե ընտանիքի համար, նաև մի կարևոր բան էլ ասել, ժողովուրդ, Աստվածաշունչը լեցուն է մի հատ արտահայտությունով, եղբայր քույր արտահայտությունով, ձեր երեխեքը թող եղբայր քույր ունենան, ինչ մեղք են երեխեք, որ չեն հասկանում այդ աղբերը, քույրը ինչ է, բայց եթե շատ զավակ ունենաք, բնականորեն քո երեխեքը եղբայր քույր կունենան եւ կհասկանան, այստեղ որ Սուրբ գրքում գրված է եղբայր քույր, կհասկանան դա ինչ բան է։ Իսկ ոմանք չեն հասկանում, որովհետեւ չունեն։ Իսկ ինչի չունեն, ծնողը չի արել։ Ծնող իր երեխուն զրկել է
եղբայր քույր ունենալուց։ Նենց որ օրհնված լինեն բոլոր նրանք, ովքեր համաձայնվել են, որ իրենց միջոցով Աստծո սուրբեր ծնվեն։ Եվ ոչ թե մեկ, ոչ թե երկու, ես նորից կամ Դավիթին ու իրանց օրհնենք։ Դավիթը 10-րդն էր։ Պատկերացնում ես քո 10-րդ երեխեն մի մեծ մեկն ալնելու, բայց դու չես կարող մի անգամից 10-րդը ունենաս։ Բնականորեն 9-ն էլ պետք է լինի, 8-ն էլ, 7-ն եւ այլն։ Հենց որ ուզում դաս առնեք այսօր։ Եվ իմացեք, սա էլ օրհնության մի հատ ճանապարհը։ Սա օրհնության ճանապարհը։ Դե եկեք Լևա եղբայր, Հակոբ եղբայր, քանի որ ձեր կանայքել են ստեղ։ Արեք դուք էլ ես։ Այստեղ կանգնածները ձեր երևի բոլորի համար անհասանելի է։ Այս պայն անհասանելի է։ Ձեզ որն այմա մտածում 7 երեխա ու 6 երեխա բան։ Անհասանելի է։ Ուրեմն իրանք բարձունքում են։ Օրհնեք բարձունքում եղողների։ Սրտանց օրհնեք։ Եվ ովքեր դեռ երիտասարդ են, մի հատ թաքուն խնդրեք Տեր Աստված։ Ես էլ եմ ուզում հասնեմ այդ աստիճան եւ անցնեմ։ Եկեք սրտանց օրհնենք։ Այր Աստված, շնորհակալ ենք քո զավակների համար, քո դուստրերի համար, Տեր, որ դու նրանց որդեցունություն ես պարգևել, Աստված մեր Տեր։ Օրհնիր նրանց զավակներին, Տեր, օրհնիր նրանց կյանք, Աստված մեր Տեր։ Թող նրանց զավակները հնազանդ լինեն իրենց մայրերին, Տեր։ Թող նրանց զավակները, Տեր, հնազանդ լինեն քեզ, Տեր։ Քայլեն քո ճանապարհների մեջ, Տեր։ Լույս լինեն, աղ ու լույս լինեն իրանց շրջապատի մեջ, իրանց ընտանիքներում, Աստված մեր Տեր։ Օրհնելով օրհնի այս մայրերին, Աստված մեր Տեր։ Շնորհակալ ենք, Տեր, քո օրհնությունների համար, Տեր։ Շնորհակալ ենք նրանց զավակների համար, Աստված մեր Տեր։ Օրհնիր եկեղեցու բոլոր քույրերին որդեցնությամբ, Տեր, թող այս նոր տարին լինի ամուսնությունների տարի, թող այս նոր տարին լինի որդեցնության տարի, Տեր, թող քո եկեղեցին լցվի փրկվածներով, լցվի նորացիններով, Աստված մեր Տեր, օրհնիր քո եկեղեցին, օրհնիր մեր ազգը, Աստված մեր Տեր, թող մենք աճենք, շատանանք, Տեր, մտավորապես, հոգևորապես, մարմնապես, ֆիզիկապես, Աստված մեր Տեր, օրհնություն, գոհություն, պատիվ, մեծարանք ես, Տեր, օրհնիր այս մայրերին, Տեր, դրանց մարմիններին առողջություն տուր, Աստված մեր Տեր, օրհնիր նրանց հետագա ընթացքը, Տեր, թող նրանք ուրախանան իրանց զավակներով, Տեր, թող նրանք ուրախանան քեզանով, քո ներկայությունով, Տեր, թող գա քո արքայությունը, լինի քո կամքը նրանց համար, Տեր, ու թող փառավորվի քո անունը, Հայր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով է, ամեն, ամեն։ Փառք Հիսուսի։ Ուրեմն այդ կողմից ճիշտն եք, բոլորը եկեք այս կողմից իջեք, որ ձեր նվերները վերցնեք։ Մեր մեջ կան նաև տղամարդիկ, որ այս մայրերի կարծես այս խոսքը իրաց չեն վերաբերում, եւ նաեւ չամուսնացածներ, որոնք երեխա չունեն, նաեւ որ ամուսնացել են, բայց երեխա չունեն։ Ես ուզում ձեր համար կարդամ Առաջի Կորինթացիների 4-րդ գլխի 15 համարը։ Այս 15 համարի երկրորդ մասը։ Չնայած լավ, սկիզբից կարդամ։ Որտեվ թեև դուք 10,000 վարժապետներ ունեք Քրիստոսով, բայց ոչ թե շատ հայրեր ունեք։ Քանի որ Քրիստոս Հիսուսի ավետարանով ես ձեզ ծնա։ Այս ասողը տղամարդ է։ Տղամարդը ասում է, ես ձեզ ծնա։ Բոլորս հասկանում ենք, սա արդեն ոչ թե կանանց ծնելու նմանը, այլ ավետարանով որևէ մեկի վերստին ծննդյան պատճառ լինել։ Ավետարանել մարդուն, որը դրանով ինքը վերստին ծնունդ ապրի եւ դառնա Աստծո սուրբը։ Այնպես որ բոլորս կարող ենք բաժին ունենալ այս հարցում։ Բոլորս կարող ենք, այո, մեր միջոցով Աստծո թագավորության մեջ մի սուրբ ավելանա։ Ոմանք ծնունդով կարող են սուրբ ավելացնել, ոմանք ավետարանելով կարող են սուրբ ավելացնել։ Այսինքն, եթե դու չես կարող կամ տրված չի, չգիտեմ, որ ծնես, բայց կարող ես ավետարանելով սուրբ ավելացնես Աստծո թագավորության մեջ։ Եվ սա Աստծո կողմից գնահատվում է։ Գնահատվում է Աստծո կողմից։ Ես էլ ինչ որ ծառայություն, ինչ որ դժվարություն պարունակում է իր մեջ,
Բայց պետք է ջին վճարես իհարկե, որ կարողանաս Աստծո թագավորության մեջ այդ բանն անես։ Դե հիմա ուզում եմ ամփոփեմ խոսքս վերջացնեմ։ Այսօր ամբողջ, որ ասեմ աշխարհը, ամբողջ աշխարհը դեկտեմբերի 25-ին էր տոնում, մենք հայերս եւ այլն։ Հետ ենք եթե առաջ, գոնե ամբողջ Հայաստանը տոնում է Քրիստոսի ծնունդը, որովհետև Աստծո Սուրբը ծնվեց։ Աստծո Սուրբը եկավ աշխարհ։ Եվ ասի Կորինթացիների թղթում եւ Հովաննայության, որ ասում է մենք նրա պատկերն ենք, այսինքն ինչպես Քրիստոս, այնպես էլ մենք ենք Աստծո համար։ Ով որ պատճառ է դառնում, ով որ միջոց է դառնում, որ Աստծո Սուրբ գա աշխարհ, նա այդ նույն օրհնությունն ունի։ Նրանք պատիվի արժանի են։ Եվ այսօր փորձեցի պատիվ տալ նրանց, ովքեր համաձայնում են, որ իրենց միջոցով Սուրբ գա աշխարհ, որ իրենց միջոցով մարդ գա աշխարհ, որը Աստծո ամենաթանկն է։ Աստծո համար ամենաթանկը մարդն է։ Բոլոր կենթանական աշխարհը, բոլոր բուսական, չգիտեմ, բոլորը ոչինչ են մարդու համար։ Աստված պատրաստ է, չգիտեմ, մոլորակներ փոխել, ինչ անել մարդու համար, որտեղ մարդն ամենաթանկը Աստծո համար։ Դու պատճառ եղար, որ մարդ գա աշխարհ, բայց մանավանդ սուրբ մարդ գա աշխարհ։ Եվ փառք Աստծո քո համար, որ դու այդ պատճառը եղար։ Բայց նաև փառք Աստծո նրանց համար, ովքեր ֆիզիկապես չծնեցին, հոգեորապես ծնեցին։ Ոմանց փրկության պատճառ եղան։ Սուրբ մի հատ այն խավարից, ինչպես ասվեց Կարենի միջոցով, խավարից մեկը եկավ Աստծո լույսի մեջ։ Սուրբ չէինք, դարձանք սուրբ։ Նենց որ բոլորս այս պատվին արժանանալու հնարավորություն ունենք։ Բոլորիս համար Աստված ոնց որ այս ճանապարհը բացել է։ Նենց որ եղբայրներ ջան, դուք էլ օրհնված եղեք։ Դե մի օր էլ կարող Աստված մեջս դնի, եղբայրներին օրհնենք, նվերներով, չգիտեմ ինչով, բայց դա արդեն չափանիշներ Աստված դիտա, թե ինչ չափանիշով։ Ինչպես այսօր բերեք մայրերին օրհնելով մենք բավականանանք։ Շնորհակալ եմ մայրերի համար։ Ամբողջ աշխարհի ժողովուրդը մոր միջոցով են աշխարհ գալի։ Մայրը այդքան թանկ է։ Ուրեմն Ադամը, որ իր կնոջ անունը դրեց Եվա, սկզբից Եվա չէր, Իշա էր։ Դրեց Եվա եւ Աստվածաշունչը ներքևը գրած է։ Եվա նշանակում է կյանք, բայց Ադամը այս միտքը ուներ։ Կարելի ասել ոչ թե միայն կյանք, այլ կյանք պարգևող, որ բոլոր կյանք ունեցողները, բոլոր ապրողները իր միջոցով եկան աշխարհ։ Դե բոլորը ժամանակվա բոլոր։ Հիմա բոլորս այդ Եվայից չենք, բայց Եվայի սերունդից։ Այսինքն կնոջը կարելի է այդ անունով կոչել։ Ոմանք որ ասում են կյանք, չգիտեմ ինչ իմաստով են ասում, բայց Աստված ասում է, որ ինը իր մեջ կյանք է պարունակում։ Եվ իր միջոցով կյանք է գալի աշխարհ։ Դրա համար օրհնյալն են բոլոր մայրերը։ Բոլոր նրանց ու միջոցով կյանք է գալի աշխարհ։ Բայց կառաջարկեմ մի սահմանափակեք։ Առաջի կյանքը շատ թանկ է, բայց եկեք ընդունենք երկրորդն էլ է թանկ։ Երրորդն էլ է թանկ, 6-ը, 7-ը եւ այլն։ Այդ կյանքերն են թանկ։ Մենակ առաջինը չի, փառք Աստծուն առաջինների համար, փառք Աստծուն երկրորդների համար, բոլորի համար փառք Աստծուն, բայց 7-րդը բանով պակաս չի առաջինից, հավատացեք, ես գոնե այդ փորձառություն ունեմ, 7-րդը բանով պակաս չի առաջինից, նույնը ձեր համար, հավատում նույնն է, եթե իհարկե համաձայնվեք, դե եկեք գվանանք Աստծուց և երջախումն էլ մեզ կառաջնորդի, լյով եղբայր ջան, Օրհնյալ Աստված, երկնային Հայր Հիսուս Քրիստոս, մենք շնորհակալ ենք այսօրվա համար, Տեր, քո փառավոր ծնունդի համար, կենթանի Աստված, եւ շնորհակալ ենք Տեր Աստված այս հերոս մայրերի համար, կենթանի Աստված, թող իրանց զավակների բարձրանալը տեսնեն եւ ուրախանան եւ քեզ փառավորեն, կենթանի Տեր, փառք քեզ Տեր, շնորհակալ ենք ամեն բանի համար, Տեր, եղիր մեզ հետ Հայր իմ, ընդմիշտ եւ ավիտյան Հիսուսի անունով, ամեն։
սուրծանում երբ աչքերում խնդություն է շուրջը ուրախ սերունդ Էմանուել այցելեց մեզ մեծ ավետիս բոլորից նա մարդացավ որ փրկի մեզ և մեզ օրհնի նորից սուրծանում հայրը հաճեց որ լինի Աստված մեզ այցելեց երկնքից Սուրբ ծնունդ հայրը տեսնել է ուզում Թող լինի մեծ սրտում Սուրբ ծնունդ հայրը հաճեց որ լինի ինքն Աստված Come be